մեզ դեռ վերադարձնելու բան ունես, մոռացել ես? Ես չեմ մոռացելու, չեմ էլ պատրաստում թաքնվել ձեզնից։ Քո խնդիրն է, միակ բանը, որ ինձ պետք է դա ինչ ինձ է պատկանում, ու դու դա ինձ կտաս։ Ես շատ լավ հասկանում եմ, բայց ես տալու ոչինչ չունեմ։ Չէ, արդեն լավ չես հիշում։ Ես նորից եմ կրկնում, ու լավ հիշեք, որ ես ոչ մեկից չեմ վախենում, չեմ պատրաստվում թաքնվել ու ձեր շվիի տակ չեմ ապրելու։ Համարձակ ես դարձել, գիտես։ Դուք մոռացել եք, այսով է, որ ես հեշտ չեմ հանձնվում։ Դուք ուղղակի իմ թույլ տեղը գտել եք ու օգտվում եք դրանից։ Հիմա ես ուժեղ եմ, հիմա մանեն մոտս չի, ինչ կարող եք անել։ Ու ձեր հարցերը ինձ հետ լուծեք, սպասում եմ։ Եթե ինչ-որ հարցեր ծագեն հետո, խնդրում եմ պաման ինձ տերև պայեք, լավ։ Կարելի է։ Արի Արիանա ջան, արի, նստիր, նստիր։ Հարցը նրանում է, որ մենք չենք կարող խնդիր ունենալ նոր նախագծի սկզբում։ 2 օրից ամերիկյան գրասենյակի ներկայացուցիչները ժամանելու են Հայաստան, պայմանագիրը կնքելու։ Այս խնդիրը շտապ լուծման կարիք ունի։ Ես ինքս էլ չեմ հասկանում, ինչի է ծրագրում նման խնդիր առաջանում։ Այս դուք պետք է գտնեք դերի կողմը կամ գուցե սխալը։ Համակարգում ինչ-որ բան թերի է։ Մեր նոր գործընկերները սպասում են և ես հույս ունեմ, որ մենք շուտով նրանց լուծում կառաջարկենք։ Կարող եք ինձ զանգահարել ցանկացած ժամի։ Այս հարցը ինձ համար շատ կարևոր է։ Ոչ մենից, բոլորիս համար շատ կարևոր։ Մենք մի քանի ավարտ նախագծեր ունենք, դրանք էլ գնատեսեք։ Բայց այն, ինչ այսօր ասացի, առաջնային խնդիր է։ Ինքներդ եք հասկանում, որ մենք 15 տարով պայմանագիր ենք ընկնում ու չենք կարող նրան մատների արանքով նայել։ Հիմա բոլորդ ազատ եք, կարող եք գնալ։ Անա ջան, դու մնա։ Լավ ես։ Լավ եմ։ Անա ջան, ես խոսեցի կնոջս հետ։ Նա չգիտի ինչ է եղել։ Ես չեմ հասկանում ինչ է պատահել, բայց խնդրում խոսիր մայրիկիդ հետ, ասա, որ մենք միշտ ուրախ կլինենք, եթե նա վերադառնա մեզ մոտ։ Ոչ մի խնդիր չկա։ Եթե կա մի բան… Անպայման կխոսեմ։ Ես իրոք ինչ եմ հասկանում։ Հիմա Նարեկը նրա հետ լավ հարաբերությունների մեջ եմ, որ այս մասին էլ չեմ խոսում։ Առավոտյան այն Ալայի մասին էր հարցնում։ Իսկ ինձ ասաց, որ ոչ մի խոսակցություն չի եղել նրանց միջև։ Ես ցանկացած դեպքում չէի ուզի, որ թեկուզ չհասկանալով որևէ մեկը վիրավորած լիներ մայրիկիդ։ Այնպես որ խնդրում եմ քեզ խոսիր հետ, հա։ Կխոսեմ։ Ան ինչ եկավ։ Չէ, դեռ չի եկել։ Աննա, Անանյանը գործողման է, մենք որոշ խնդիրներ ունենք։ Պետք է շուտ կարգավորել ամեն ինչ, որովհետև պայմանագրի կնքման օրը արդեն շատ մոտ է։ Կարելի ասել այն արդեն նշանակված է։ Նայր, համակարգում խնդիր կա։ Առաջին հայացքից կարծես ամեն ինչ ճիշտ է։ Ծրագիրը պետք է որ խնդիր չունենա, բայց ունի։ Ամեն ինչ ստացվում է, մինչև վերջին պահը։ Այդ տեսնում ես։ Անհասկանալի ինչ-որ բան է կատարվում ծրագրում, համակարգային խնդիր է ստերոյթին։ Նայր, պատկերացրու, նայր, որ ծրագիրը 7 դարակ ունի։ Մենք ողջ ինֆորմացիան տեղավորում ենք այդ 7 դարակների մեջ, որ հետո սկսենք դրանով աշխատել։ Պարզ է, չէ՞։ Հիմա տես, դարակներից ինֆորմացիա վերցնելիս խնդիր չկա։
Բայց ինչ-որ մի պահի դարակները սկսում են չաշխատել, եթե ավելի պարզ ասեմ, կողպվում են, փակվում են, թույլ չեն տալիս ինֆորմացիա վերցնել։ Նման խնդիր չպետք է առաջաներ, բայց առաջացել է։ Նախկինում չէր եղել այսպիսի բան։ Բայց հիմա մենք երևի մեծ ծավալների հետ ենք աշխատում։ Չգիտեմ, գուցե դա է պատճառը։ Բայց փաստորեն ծրագիրը թերություն ունի։ Սա պետք է շատ շուտ կարգավորել, հնարավորինս շուտ։ Քեզ հետ կիսվում եմ, որովհետև վիճակն իրոք անելանելի է։ Սենց հասկանում եմ, որ բնականաբար ոչինչ չես կարող անել։ Ուղղակի ասեցինք ինձ հետ ծնուցը։ Ինչ ա եղել։ Ասիվա գնել։ Հա, բայց ինչ ա եղել։ Ինչ պետք է լինի, մամա, սիրտը վատ է։ Լավ մի նեղվի, հա։ Իրա սիրտը հա էլ վատանում է։ Հետո ինքն իրան կարգավորվում է ամեն ինչ մտածի։ Երեք էլ որ պապայի հետ չխոսեց, ավելի վատացավ։ Դու խոսել ես հորդ հետ։ Չէ, զանգում էի, չէր վերցնում, հիմա էլ ընդհանրապես անջատացա։ Պետք է բժիշկ կանչել, մամ։ Գնալով վատանում է վիճակը։ Շուտ ես արթնացել դու։ Հա, չես տեսնում, աչքերս փակվում է։ Սուրճ դնեմ խմենք։ Հա, դիր։ Բալես հավաքի, հա, քեզ։ Դու դեռ շատ փոքր ես գիշերը հիվանդի կողքի նստելու համար, ահա, քո մասին մտածի, ինչա վիճակդ, Հա, ինչ անեմ։ ոչ մի բան մի արա, սուրճ եմ դնում, կվազ դխում եմ։ Անի, Կներես, ես ինձ վատ եմ զգում, չեմ կարող այսօր գալ, ուզում էի քեզ զանգեի, բայց… սպասի, Միրոպե։ Ինչ է եղել։ Վատ եմ զգում ինձ, Անի, ես ուզում էի խոսել քեզ հետ։ գիտեմ, Հիվանդ ես։ Տակություն ունես։ Ասա տեսնեմ ինչ է եղել։ Եթե հիվանդ ես, պետք չի որ մենակ մնաս տանը։ չէ, ուղղակի լավ չեմ գլուխս ցավում, Հստակ ես։ հա, վստահ եմ, Լավ, ես քեզ էլի կզանգեմ։ կներես, հա, Չէ, ոչ մի խնդիր չկա։ Կարևորը շուտ առողջանաս։ Ու գաս։ Հարևիկը չզանգեց։ Չնայած դեռ շատ վաղ է։ Բայց իսկ եթե ես զանգեմ, երևի քնած կլինի։ Մայրս այսօր ավելի անամբեր կլինի։ Նա սպասում է, որ տեսնի Արևիկի Նարեկն էլ։ Իսկ Նարեկն չի ուզում, որ Արևիկը որևէ կապ ունենա ինձ հետ։ Հաննին, ով էր այդ կինը, ինչ էր ուզում, ինչի անին վախեցավ, ինչ այսօր չեկավ։ Արի նվարջան, արի, ենքան գործ եմ արել առավոտ շուտ, հոգնեցի արդեն, Ես էլ քեզ բան ունեմ ասելու։ նստի, ինչ է եղել, Տիկին Սեդան էր էլի զանգել, դե գիտեի, որ չես ուզի բարձրանա խոսես, ասեցի, որ լավ չես։ հա պետք է հետո խոսեմ, ես ինքս կզանգեմ իրան, Հա, բայց ինչ ես ասելու։ կասեմ, որ գնում եմ գյուղ,
Բայց չի ասի ինչ ա եղել, ինչի մի օրում տենց որոշեցիր։ Չգիտեմ, կասեմ, որ գյուղ եմ գնում։